Ալան Հովանեսը 20-րդ դարի ամենաբեղմնավոր և ինքնատիպ կոմպոզիտորներից մեկն էր, որի ստեղծագործությունը դարձավ կամուրջ արևելքի և արևմուտքի երաժշտական մշակույթների միջև։ Նրա տաղանդը դրսևորվել է շատ վաղ տարիքից, ընդամենը 4 տարեկանում գրել է իր առաջին ստեղծագործությունը՝ կանտատա, ոգեշնչված Ֆրանց Շուբերտի երգիծից։ Ավելին, նա նույնիսկ հորինել էր իր սեփական նոտագրությունը, որպեսզի գրի իր երաժշտությունը։ Պատանեկության տարիներին արդեն ստեղծել էր 2 օպերա։ Հովանեսի ստեղծագործության կարևոր առանձնահատկություն այն է, որ նա համադրել է տարբեր մշակույթների երաժշտությունը։ Նրա գործերում միաձուլվում են հայկական, հնդկական, ճապոնական և կորեական ավանդույթները, եվրոպական դասական երաժշտության հետ։ Այս յուրահատուկ մոտեցումը մեծ ազդեցություն է ունեցել ժամանակակից երաժշտության զարգացման վրա։ Նա նաև կապված է ալեատորիկայի զարգացման հետ, մի ուղղություն, որտեղ կարևոր դեր ունի պատահականությունը երաժշտության կատարման մեջ։ Կոմպոզիտորը հաճախ օգտագործել է ոչ ավանդական գործիքներ, օրինակ ութ և քանուն, ինչպես նաև ստեղծել է հնչողություններ, որոնք հիշեցնում են հայկական դուդուկը։ Նրա ստեղծագործությունները հաճախ ունեն հոգևոր և խորհրդավոր բնույթ։ Հովանեսի ամենահայտնի գործերից են թիվ 2 սիմֆոնիան, խորհրդավոր լեռը և Սուրբ Գրիգորի աղոթքը։ Նրա երաժշտությունը ազդեցություն է ունեցել նաև այլ հայտնի երաժիշտների վրա։ Օրինակ, կիթառահար Կարլոս Սանտանա, Սեմ Ռիվերս։ Կոմպոզիտորը դրեց այս ոճի սկիզբը, որը 1960-ականներին կիրառել են Ջոն Կոլտրեյնը, Օրնետ Քոլմանը և այլք։ 1965 թվականին Հովանեսը այցելել է Հայաստան և նվիրել է իր մոտ գտնվող հայկական եկեղեցական երաժշտության ձեռագրերը։ Հայկական ռապսոդիաներում և ժողովրդական երգերի մշակումներում Հովանեսը մոտ է Կոմիտասի ստեղծագործական սկզբունքներին, իսկ Արեգալույս, Ախտամար և Վանա լճի սոնատ ստեղծագործություններում հայկական աշուղական ոճին։ Նրա ծրագրային գործերը հաճախ կապված են բնության պատկերների հետ, որոնք արտահայտվում են երկար զարգացող մեղեդիներով և տարածական ռիթմերով։ Նրա երաժշտության գլխավոր արտահայտչական միջոցը մեղեդին է, պարզ ու ներդաշնակ։ Այսպիսով, Ալան Հովանեսը ոչ միայն ստեղծել է հսկայական թվով ստեղծագործություններ, այլև իր արվեստով միավորել միավոր մարբեր մշակույթներ, թողնելով նշանակալի հետք համաշխարհային երաժշտության պատմության մեջ։